Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ կան նոր փոփոխություններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ներկայացնում է միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության փոփոխություններից մի կետ շատ ուղիղ անդրադառնալու է նաև Հայաստանից ուղևորա եւ բեռնափոխադրում իրականացնող վարորդների վրա։ Եվ հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստանի Դաշնություն մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, այսինքն միգրացիոն քարտում այցի նպատակը բաժնում աշխատանք չեն նշում, նրանք նախկին տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր գտնվելու փոխարեն այլևս օրացուցային տարվա ընթացքում կարող են գտնվել գումարային 90 օր։ Փորձագետի խոսքով Ռուսաստանի օրինապահ մարմինները մոտ 1 ամիս է ինչ իրականացնում են ստուգումներ եւ օրենքի պատասխանատվության են ենթարկում այն անձանց, որոնք 90 օրից ավելի են մնացել երկրի տարածքում, խախտելով նոր սահմանված ժամկետը։ Որոշ դեպքերում խախտման համար սահմանվում է մինչև 10 տարի ժամկետով մուտքի արգելք։ Ժամկետների պարագայում ինչ տույժեր են նախատեսված։ Եվ համաձայն դրանց, եթե անձը իր օրինական գտնվելու ժամկետից 90-ից 180 օր ավելի է մնում, դրվում է մուտքի արգելք 3 տարի ժամկետով։ 180-ից 270 օր ավել գտնվելու պարագայում մուտքի արգելք 5 տարի ժամկետով, իսկ 270 եւ ավելի օր գտնվելու պարագայում 10 տարի ժամկետով։ Արձանագրվել են վարչական իրավախախտումների որոշումներ, մասնավորապես բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ, որոնց մի մասի մուտքն արգելվել է 3-ից 5 տարի ժամկետով։ Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումներ, որ ուղարկել են վարորդները, որտեղ հստակ նշված է, որ իրենք Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամկետը խախտել են եւ գտնվել են ավելին ու հաշվարկած են 138 օր, 146 օր եւ այլն։ Բայց այստեղ էլ խնդիր կա, որ չնայած այդ օրերը չեն գերազանցում 180 օրը, միևնույն է այս անձանց մուտքի արգելք դրված է 5 տարի ժամկետով, այսինքն նրանց պետք է գոնե 3 տարով դնեին մուտքի արգելք, բայց արդեն դրվել է 5 տարի ժամկետով։ Բեռնափոխադրում իրականացնող վարորդները չպետք է դիտարկվեն որպես օտարերկրացիներ, մանրամասնում է փորձագետը։ Դրանք այն օտարերկրացիները չեն, որոնք գնում են Ռուսաստանի Դաշնություն մասնավոր այցի նպատակով, քանի որ նրանց մեկ անգամյա մուտքը եւ գտնվելը ՌԴ տարածքում 30 օրից պակաս է տևում, նրանք շատ հաճախ նույնիսկ միգրացիոն քարտ չեն վերցնում, ինչը ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին թույլատրված է 30 օրից պակաս ՌԴ մուտք գործելու պարագայում նույնիսկ միգրացիոն քարտ չվերցնել եւ այցի նպատակ չնշել։ Բայց այն փաստը, որ նրանք մուտք են գործել, ֆիքսվել է մուտքը եւ դուրս գալու փաստը ֆիքսվելուց հետո այդ օրերի տարբերությունը 90 օրը գերազանցում է, այս պարագայում նրանք հայտնվել են այս իրավիճակում։ Հակասությունները շատ են։ Սահմանապահները թույլ են տալիս 90 օրը լրացած վարորդներին մուտք գործել, իսկ ներքին գործերի նախարարությունը գրանցում է իրավախախտումները եւ սահմանում մուտքի արգելքներ։ Սահմանապահները առողջ տրամաբանության շրջանակում պնդում են, որ այս օրենքը չպետք է վերաբերվի բեռնափոխադրողներին եւ խոչընդոտ չեն հանդիսանում։ Նրանց թույլ են տալիս, որ մուտք գործեն Ռուսաստանի Դաշնություն, պնդելով, որ այս օրենքը չի վերաբերվում իրենց։ Ցավոք դա չիմացության արդյունք է։ Իսկ ներքին գործերի նախարարության աշխատակիցները, դիցուք այս պարագայում ոստիկանները կամ ճանապարհատրանսպորտային ուրեմն ոստիկանները իրենք կանգնեցնում են, հաշվում են այդ օրերը եւ քանի որ այս օրենքի կիրառությունը դրված է ոստիկանության վրա եւ ոստիկանությանը թույլատրված է այսուհետ առանց դատարանի որոշման արտաքսել, այսինքն վիսելկա անել անձին, իրենք այդ օրենքով նախաձեռնված իրենց տրված իրավասությունը իրացնում են եւ անձանց դնում են մուտքի արգելք։ Բեռնափոխադրող ընկերությունները նույնպես մտահոգ են, ինչպես վերահսկել վարորդների մուտքի օրերն ու անընդհատ փնտրել նոր վարորդների։ Անհնար է վարորդին ընդունել աշխատանքի, որ նա 90 օրվա ընթացքում Ռուսաստան գնա, վերադառնա եւ այլն, հետո նրան հանել աշխատանքից ընդունել մեկ այլ աշխատակից, չգիտեմ, տարվա ընթացքում 3 փուլով պետք է տարբեր մարդկանց ընդունել աշխատանքի, իսկ դա անհնար է այդպիսի բան անել։ Ու արդյունքում ստացվում է, որ
Եթե այսպես շարունակվի, ապա մեր բոլոր բեռնափոխադրողները շատ շուտով մուտքի արգելք կունենան 3-ից 10 տարի ժամկետով։ Հարցին, երբ անձն արդեն ունի մուտքի արգելք, հնարավոր է այն վերանայել, փորձագետը բացատրում է։ Երբ մուտքի արգելքի կամ որևէ վարչական խախտման արդյունքում, երբ որ ավելի շատ էին լինում մուտքի արգելք ունեցողներ, իրենք ամնիստիա էին հայտարարում եւ այդ կատեգորիայի անձինք դուրս էին գալիս, այսինքն ես կարծում եմ կարելի է կիրառել նման մի նորմ, այսինքն օրենքը փոփոխել, որ այլևս չվերաբերվի, իսկ մինչ այս պահը ունեցած անձանց նկատմամբ կիրառել այդ որոշումը եւ բոլորի վրայից հանել այս արգելքները։ Շողեր Ղլիջյան, Արմալուր։